Հովտամեջի զոհված ազատամարտիկների հուշակոթողի առաջ ծաղիկներ են խոնարհում հաղթանակցիները։ Գյուղամիջում նրանց աղուհացով, զուռնա-դհոլով են դիմավորում։ Գյուղի խնդիրները քննարկելու եւ դաշինքի նպատակները ներկայացնելու համար են Հովտամեջ եկել հաղթանակցիները։ Մեր նպատակները, մեր ուզածը բարի է, մեր ուզածը մեր համայնքի, մեր քաղաքի, մեր գյուղական համայնքների համար է, Աստծո կամքով թող ամեն ինչ իրականանա։ Նոյեմբերի 16-ի ընտրությունները ավելին են, քան ավականու ընտրությունները, տեսակի արժեհամակարգի ընտրություն է, ասում է դաշինքի ղեկավարը։ Ով իր ձենը տալիս է ՔՊ-ին այսօր, ձենը տալիս է եկեղեցու վրա հարձակվողին, ձենը տալիս է Մասիսարը մեր հիշողությունից կտրել փորձողին, ձայնը տալիս է Մեսրոպ Մաշտոցի նկարը Այբենարանից հանողին, մեր ազգային արժեքները ուրացողին, մեր պատերազմների զոհված հերոս տղեկին մոռացության տվողին, այդ մեր համար տաբու է։ Իրենց թիմում մասնագետներ են, վստահեցնում է Սևակ Խաչատրյանը։ Ընտրություններում համար 1-ի հաղթանակի դեպքում Վաղաշապատի համայնքապետարանում աշխատելու են գործից հասկացող մարդիկ։ Պատվի հարց է սա համարում դաշինքի ղեկավարը։ Ով պրոֆեսիոնալ չի, ով իր գործից չի հասկանում, գործին ճիշտ մոտեցում չի տալի, չպետք է աշխատի, որտեղ դա ուղիղ մեր պատիվն է։ Բարձր պահեմ ես։ Սևակ Խաչատրյանի համար անընդունելի է, որ մարդկանց գործից հանում են միայն նրա համար, որ ընդդիմադիր տեխնացուների շարքում ծանոթ ունեն։ Ընկերոջս Քենուն դպրոցի դիրեկտորից հանել եմ, ասել են քու փեսեն Սևակի ինգերն է։ Քարոզարշավի 16-րդ օրը Էջմիածնի Զվարթնոց թաղամասի բնակիչների հետ են հանդիպել հաղթանակցիները։ Վստահ են, հաղթելու են, միայն թե արդար ընտրություններ լինեն։ Արդարություն մենակ։ Գլխների կայնելու եմ Էջմիածինցի այս տղամարդը մի քանի օր առաջ է որոշել, որ հենց հաղթանակին է ընտրելու։ Դաշինքի նախընտրական ծրագրում թափառող կենդանիների մասին կետ է տեսել։ Հաղթանակցիները ուզում են թափառող կենդանիների համար կացարաններ ստեղծել։ Հետևողական են լինելու, որ կատաղության դեմ պատվաստվեն կենդանիները եւ անհրաժեշտության դեպքում նրանց բուժօգնություն ցույց տան։ Ես մի քանի օր առաջ լսեցի, որ դու շների մասին ասում էիր։ Քուցավը տանեմ, ինչև է չէի մտածում, որ կարող է քեզ ընտրեմ, բայց էդի կարդալուց հետո հենց նախ դարավոտ ժամի 7-ին պետք է կայնացել եմ այդտեղ այդ համընտրեմ։ Շնորհակալ եմ, վստահ եղեք, անելու եք, ինչ ասել ենք անելու եք։ Տան պատուհաններից, մեքենաներից մարդիկ իրենց աջակցությունն են հայտնում հաղթանակին։ Սպասում են, թե երբ են միասին նշելու հաղթանակը։ Հույսով հաղթանակով Հաղթանակ կերտողներին էլ չեն մոռանում։ Ծաղիկներ են խոնարհում կյանքս Արցախին հուշակոթողի առաջ։ Հայկ Ավանեսյան, Հայլուրի համար։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։